Արդյոք ձեզ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոն, որտեղ մամուլը պարբերաբար գրում էր այդ մասին, որ ձեզ առաջարկվել է եւ դեռևս որոշում չեք կայացրել, առհասարակ նման առաջարկ ձեզ արվել է եւ ինչ եք մտածում այդ պաշտոնը զբաղեցնելու մասին, եթե նույնիսկ դա անհեթեթություն է, ես նման բան չեմ մտածում, երբևիցե որևիցե մեկի հետ նման խոսակցություն չեմ ունեցել, կոռեկտ չեմ համարում, մենք Հայաստանի Հանրապետությունը ունի նախագահ, իդեպ ասեմ, որպես քաղաքացի, իմ ամենասիրված, իմ կողմից ամենահարգված նախագահն է, որին ես շատ սիրում, շատ հարգում եմ եւ նման խոսակցությունը ուղղակի անհեթեթություն են։ Ես որևիցե հետ, իմ ընկերների, իմ գործընկերների հետ երբևիցե նման բան չեմ քննարկել, չեմ լսել եւ չեմ խոսել, այն բան կա, հա, հայտնի արտահայտություն կա եւ մամուլից եմ իմացել, ինչպես նաեւ տեսել եմ փոխվարչապետ, ինչպես նաեւ տեսել եմ այդ նախագահի տարբերակը, չգիտեմ, դեսպանի, ինչ ասես խոսում են։ Ոչ, հարգելի գործընկերներ, որևիցե մեկի հետ նման քննարկում չի եղել եւ նման խոսակցությունը խնդրում եմ դադարեցնել, դա կոռեկտ չի ու ճիշտ չի։ Բայց ակտիվ քաղաքականություն։ Բայց ինչի պետք է չվերադառնամ, ինպես քաղաքական գործիչները շատ են քաղաքական դաշտում, որ ես քաղաքական դաշտը եմ թողնեմ այսպես ասած եռագլուխ միավորմանը, որպեսզի շարունակեն Հայաստանի Հանրապետությունը բզկտել, ես քարոզարշավի մեջ եմ եղել եւ ես մեր քաղաքացիներին, իմ գործընկերների հետ եւ վարչապետի հետ միասին բան եմ խոստացել։ Հիմա իմ խրամատը ես 5 տարի ստեղ պահեցի, մեկ այլ տեղ իմ խրամատը կշարունակեմ պահել։ Ինչա փոխվել, բանա, տենց այդ ոչ մի պաշտոն հավերժ չի եւ փառք Աստծո։